եւ այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կուզեի նշել տարածական տվյալների իմաստով տեսեք կարևոր է հենց ազգային գեոպորտալի գաղափարը, որը որ մենք ներ էինք դրել 2021 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այդ տարուց սկսած մենք ունեցել ենք որոշակի գործիքակազմեր տվյալներ ինտեգրելու, տարբեր քարտեզագրական շերտեր ինտեգրելու եւ դրանց հասանելիությունը պետական մարմիններին ապահովելու համար այս ուղղությամբ աշխատանքները շարունակվել են եւ մենք Ասիական բանկի հետ միասին ունեինք մեկ գրանտային ծրագիր, որի շրջանակներում Ասիական բանկը մրցույթ էր անցկացրել եւ Կապալառու ընկերությունը ճանաչվել էր հաղթող իտալական մեկ ընկերություն, ում հետ այս վերջի տարվա ընթացքում ակտիվ աշխատանքի արդյունքում մշակվել է եւ արդեն տեստային ռեժիմում ամբողջությամբ գործում է ազգային գեոպորտալի ամբողջովին նոր համակարգ եւ թույլ տվեք նաեւ բացատրել թե սա ինչ է իրենից ներկայացնում դրանք ինտեգրված տարբեր շերտեր են տարածական այդ նույն օթային լուսանկարը որի վրա դրված կադաստրային քարտեզը դրա վրա դրված աշխարհագրական անվանումները հասցեները հողի նպատակային օգտագործումը հողի սեփականության տեսակը այսինքն այս բոլոր շերտերը երբ որ ինտեգրում ես մեկ համակարգի ներքո սա տալիս է հնարավորություն որպեսզի որոշումներ կայացնելուց որոշում կայացնողը լինի ինֆորմացված։ Ենթադրենք բիզնեսը պլանավորում է որոշակի գործողություններ, եթե օրինակ մենք ունենք գյուղատնտեսական հողի շերտը եւ ինտեգրում ենք ջրային համակարգերի շերտը, արդեն ներդրողը կոնկրետ հողի ընտրության ժամանակ գիտի, որ այդտեղ ինքը ունի ոռոգման ջրի հնարավորություն, թե չունի։ Եթե մենք ինտեգրում ենք ամբողջ ենթակառուցվածքները, յուրաքանչյուր ներդրող կարողանում է էլեկտրոնային համակարգում տեսնել այդտեղ ենթադրենք ջրի խմելու ջրի գիծ ունի թե չունի, այդտեղ գազի հնարավորություն կա թե չկա, այսինքն այս տարածական տվյալների ինտեգրացիայի իմաստը ամբողջովին համապատասխանում է այս տրամաբանությանը, որպեսզի ստեղծել տեղեկատվական համակարգ, որից օգտվելով հնարավոր լինի որոշումների կայացման գործընթացում որոշումները կայացնել որակով եւ հավաստի տվյալների հիման վրա։ Իսկ այդ ինֆորմացիան բաց է լինելու ցանկացողների համար, թե այսօր էլ բաց է որոշակի կներեք որոշակի իմաստով այսօր էլ բաց են այդ տվյալները MAP Armenia.am հարթակում եւ մենք նոր համակարգը դիզայն անելու ժամանակ այո սահմանել ենք նաեւ իրավական կարգավորումներ այն մասին թե բաց հասանելի տեղեկատվությունը որոնք են լինելու որոնք որ ազգային գեոպորտալի միջոցով քաղաքացիներին հասանելի են դառնալու այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր կլինի մուտք գործել եւ այդտեղից օգտվել այդ շտեմարաներից օգտվել Սրան զուգահեռ նաև տարածական տվյալների իմաստով մեր բազաների վրա մեծ աշխատանք է կատարվել եւ քարտեզագրական շերտերն են թվայնացվել, ինտեգրվել մեկ միասնական համակարգի ներքո, աշխարհագրական անունների վերաբերյալ ստեղծվել են անձնագրեր, որոնք այսօր էլի գեոպորտալ.am հարթակում հասանելի են, այսինքն եթե օրինակի համար մենք ուզում ենք որևէ աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ տվյալ ստանալ հակիրճ տեղեկատվություն անձնագրի տեսքով, եթե ազգային գեոպորտալում մուտք գործելով մենք ընտրենք այդ օբյեկտը, մենք կտեսնենք այնտեղ ձևավորվում է առանձին, այսպես ասված անձնագիր, որտեղ ներառված են որոշ օբյեկտների համար, որոնց որ ունեցել են լուսանկար, կառուցման տարեթիվ, որոշակի տեղեկատվություն, պատմական փոքր ակնարկ, դրանք արդեն եւս ինտեգրված են մեր համակարգերին։ Եվ տարածական տվյալների իմաստով կարող եմ արձանագրել, որ կառավարության ծրագիրը եւ ծրագրով սահմանված թիրախները մենք ամբողջովին կիրականացնենք մոտավորապես 1-1.5 ամսվա ընթացքում արդեն նոր գեոպորտալը կլինի հասանելի ամբողջությամբ պետական մարմիններին եւ դրա որոշակի տարբերակը նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ բիզնեսներին եւ կարող ենք արձանագրել, որ այդ կետը ամբողջությամբ, որ մեր պատասխանատվության ներքո իրականացված կլինի։ Եվ նաեւ կարճ տեղեկատվություն եմ ուզում բերել